Հարգելի պարոն Ծառուկյան, հարգելի գործընկերներ, իրականում այս քարոզարշավը առանձնացել է նրանով, որ քարոզարշավի հենց երկրորդ օրվանից իշխող ուժի խոսույթը համեմվեց ոչ միայն վիրավորականներով, այլ նաև սպառնալիքներով եւ ատելության խոսքով, իսկ աստիճանաբար նաև բազմաթիվ գրական գործերով ընդհանուր մինչև մեր գործընկեր Անդրանիկ Թեղանյանի կալանավորումը եւ շինծու քրեական գործը, որը այնքան զավեշտ է հիշեցնում, որ նույնիսկ չես կարողանում իրավական տեսակետից որևէ հիմք գտնել եւ կարողանալ իրավական վերլուծության ենթարկել։ Քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ընդ որում հանդիպումները եղել են եւ իրենց նախաձեռնությամբ եւ մեր սեփական նախաձեռնությամբ եւ այս ընթացքում միջազգային մեր գործընկերներին ներկայացրել են ողջ իրավիճակը, ներկայացվել է նրանց տեղեկանք, թե իշխող ուժը ինչպիսի խոսույթով է հանդես գալիս, ինչպիսի խախտումներ է իրականացնում քարոզարշավի ընթացքում եւ միևնույն ժամանակ ակնկալել ենք, որ մեր կողմից ներկայացվող խնդիրները պատշաճ տեղ կգտնեն նրանց կողմից կազմվող զեկույցում։ ՀԱԿ Ժունիկի միջանկյալ զեկույցի սկզբնամ ասում, այսպես ասեմ, կարելի է գտնել որոշակի անդրադարձ, բայց մենք դրանից հետո կրկին հանդիպել ենք իրենց հետ եւ կրկին ներկայացրել ենք մեր կողմից հիմնավորումներն ու փաստարկները եւ ակնկալում ենք, որ առաջիկա զեկույցը, որը կլինի վերջնական, օբյեկտիվորեն կներկայացնի ողջ նախընտրական քարոզարշավը եւ օբյեկտիվորեն կանդրադառնա ինչպես իշխող ուժի կողմից խախտումներին, այնպես էլ իրավական գործընթացներին, որոնք էլի օրենքի եւ իրավունքի խախտումով են իրականացվել, ընդ որում մենք մեր հանդիպումների ընթացքում հենց միջազգային կառույցներին շեշտում ենք, որ մեր համագործակցությունը կախված է նաեւ իրենց քայլերից։ Այսինքն այս պարագայում, երբ միջազգային կազմակերպությունները լուր են կամ չեն տեսնում կամ չեն լսում, դա ստեղծելու է նախադրյալ նաև հետագայում իրենց նկատմամբ ոչ միայն վստահության անվան, այլ նաև որպես գործընկեր դիտարկելու սնանկ լինելու։ Բացի տեղեկանքներից եւ այսպես մասնավոր դեպքերի ներկայացումից, ընդ որում յուրաքանչյուր հանդիպման ընթացքում այսպես հատ-առհատ ներկայացրել ենք բոլոր մասնավոր դեպքերը։ Խոսել ենք ամիս ամսաթվերով Փաշինյանի օգտագործած բառապաշարի մասին, խոսել ենք նրա կողմից կիրառված վիրավորական արտահայտությունների մասին, սպառնալիքների մասին, ատելության խոսքի մասին, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ եւ այդ ամենը նրանց կողմից արձանագրվել է։ Բացի այդ ներկայացրել ենք նաեւ այսպես կարճ վիդեո հոլովակ, որտեղ որ էլի ամսաթվերով առանձնացրել ենք Փաշինյանի սպառնալիքները եւ վիրավորական արտահայտությունները, հուսամ դրանից հետո միջազգային կառույցի որևէ ներկայացուցիչ չի կարող ասի, որ տեղյակ չեն եղել, չեն տեսել, չեն նկատել եւ չեն ֆիքսել, որտեղ այդ ամբողջ իրենց ներկայացված է, առաջիկայում էլի հանդիպումներ լինելու են։ Հանդիպել ենք միջազգային համապետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ, ՀԱԿ Ժմիկ ներկայացուցիչների հետ, ՀԱԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների հետ, որտեղ դրանք առանձին պատվիրակություններ էին, որ եկել էին Հայաստան ժողովրդավարության միջազգային դիտարանի ներկայացուցիչների հետ եւ միջազգային իրավապաշտպանների հետ, որովհետեւ իրավական հարցեր են իրենց հետ քննարկել եւ էլի ակնկալում են, որ զեկույցներում անդրադարձ լինելու է այս ամենին։ Մյուս կարևոր հարցը, որի մասին ուզում եմ խոսել, դա վիրավորանքի եւ զրպարտության գործերով պատրաստվող հայցադիմումներն են։ Այս ընթացքում իրավական պրոցեսը սկսվել է, այսինքն պատրաստվում են հայցադիմումները եւ կներկայացվեն դատական ատյաններ եւ Տինտովոտոնյանը շատ ճիշտ նշեց, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է արդեն դիմում, որը վերաբերում է ընդդիմադիր ուժի կողմից իր քարոզչությունը իրականացնելու այս իշխանության կողմից ուղղված քայլերին, խոչընդոտներին, այդ թվում նաեւ Անդրանիկ Թեղանյանի շինծու քրեական գործին եւ կանոնավորմանը։ Ուզում եմ նաեւ նշել, որ շատ հաճախ լրագրողները հարցնում են, արդյոք մենք վստահում ենք իրավապահ համակարգին եւ դատարանին, որ մի հատ էլ այսպիսի հայցադիմումներով փորձելու են դիմել դատարան, ես պատասխանում եմ, որ սա իհարկե ընտրության հարց է։ Կամ մենք պետք է լինենք նիկոլ, կամ մենք պետք է ընտրենք քաղաքակիրթ ճանապարհը։ Եվ մենք ընտրում ենք քաղաքակիրթ ճանապարհը ամենևին միամիտ չլինելով եւ չվստահելով մեկ անձին ծառայող իրավապահ համակարգին եւ դատական համակարգին։
Այս ամբողջներ մեր հանդիպումների վերաբերյալ, բայց ես ուզում եմ մի կարևոր հարցի անդրադառնալ, որի մասին պարբերաբար խոսում է պարոն Ծառուկյանը, բայց նաև շատ մեծ արձագանք է ստանում եւ ամեն հանդիպման ընթացքում քաղաքացիները խոսում են այդ մասին, խոսքը վերաբերում է համաներմանը, որովհետև մենք գիտենք, որ 2011 թվականից այս կողմ համաներում չի եղել, իսկ մեր քրեակատարողական հիմնարկները իսկապես ծանրաբեռնված են, վերջին տվյալները եղել են փետրվարին, պաշտոնական տվյալները։ Փետրվարի տվյալներով քրեակատարողական հիմնարկներում կա 2869 անձ եւ դրանցից 1406-ը կալանավորներ են, այսինքն գտնվում են գործի քննության փուլում եւ 1463-ը դատապարտյալներ են։ Սա իսկապես հսկայական թիվ է եւ սա փետրվարի մասին է խոսում։ Եկեք նկատի ունենանք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղան բազմաթիվ կալանավորումներ, հետեւաբար քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված են, բայց սա միայն կալանավորներն են։ Խնդրում եմ նկատի ունեցեք, որ կան բազմաթիվ քրեական վարույթներ նախաձեռնված, որի շրջանակներում մարդիկ այլ խափանման միջոցներ են կրում։ Տնային կալակ, վարչական հսկողություն, ստորագրություն չհեռանալու մասին, հետևաբար քրեական վարույթներով անցող մարդկանց քանակը հսկայական է։ Եվ այս պարագայում իհարկե համաներումը կլինի այն մարդասիրական մոտեցումը, որը հնարավորություն կտա այս մարդկանց ինտեգրվել հասարակություն, որտեղ չի կարելի մարդուն տանել փակել եւ հետո սպասել, որ երկար փակելուց հետո այդ մարդը դուրս է գալու եւ դառնալու է հասարակության անդամ, դու պետք է ընդառաջ քայլ կատարես։ Եվ մի կարևոր հանգամանք էլ համաներումից բացի ամենակարևոր մոտեցումը, որ պետք է որդեգրել, դա հանրապես հրաժարվել կալանքը որպես պատժիչ գործիք օգտագործելու մեխանիզմից, որտեղ հիմա ինչ են անում, մարդու նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որում թնթի, չգիտեմ, հորինած, շինծու, ջուր, գործ չկա այնտեղ, բայց մարդուն պատժելու համար կալանավորում են այն պարագայում, որ այդ քրեական գործով ուղղակի անթույլատրելի էր մարդուն պահել 4 պատերի հետևում։ Հետևաբար մեր մոտեցումը նաև դա պետք է լինի, որ մենք հրաժարվում ենք կալանքը որպես պատժիչ գործիք օգտագործելուց եւ մեր մարդիկ պետք է իմանան, որ իրենք պաշտպանված են լինելու իրավապահ համակարգի կողմից, պաշտպանված են դատական համակարգի կողմից, որը այլևս չի ծառայելու մեր քանձին։ Այսքանը ամեն դեպքում ուզում եմ կրկին ասել, որ առաջիկայում էլի պլանավորված են նոր հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ եւ շարունակելու ենք իրենց ամենօրյա ռեժիմով, զանգերով նաեւ, որտեղ կոնտակտները փոխանցել են զանգերով էլ ենք իրենց հետ կապի մեջ, փոխանցել իրենց իրավիճակը, մի բանի մասին էլ ուզում խոսել, կներեք իհարկե ուզում եմ ավարտել, բայց ուզում եմ հարգելի գործընկերներ տեղեկացնել, որ ուժեղ Հայաստանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Նիկոլ Փաշինյանի օգտագործած բառակույտի հետ կապված, չեմ կրկնի, իր բառերը, դատախազությունը գտել է, որ այստեղ իրավախախտումը չկա եւ քրեորեն հետապնդելի չէ իր արարքները, բայց դրան զուգահեռ օրինակ ունենք Արտակ Ավետիսյանը, ով նույն բառապաշարի համար այս պահին կալանավորված է։ Հետևաբար ինչու եմ սա ասում, նկատի ունեցեք, որ այնուամենայնիվ իրավապահ համակարգը շարունակելու է ծառայել Փաշինյանին, բայց այս վիճակը հավերժ չի լինելու եւ հենց այդ նույն իրավապահները, ովքեր այսօր կայացնում են ապօրինի որոշումներ, վաղը իրենց ձեռքով որոշումներ են կայացնելու այսօրվա իշխանության ներկայացուցիչների դեմ։ Այսքանը շնորհակալություն։